Ալավերդիում շարունակում ենք քարոզարշավը եւ ուրախությամբ ուզում եմ ընդգծել, որ ուղղությամբ քայլում ենք ակտիվ շինարարական աշխատանքներ ենք։ Հիմա շուկայի հատվածից քայլում ենք դեպի Թումանյան փողոց եւ ճանապարհի նկատեցինք, որ մեր վերջին այցից հետո քաղաքային լճերի հիմնանորոգման ծրագիրը բավականին առաջ է գնացել եւ սա շատ ուրախալի նորություն է, ինչպես գիտեք, իմ համայնքի ղեկավարի հետ քննարկումների արդյունքում լճերը սեփականատերերը վերադարձրել են համայնքին։ Քիչ առաջ ջրավազանում ենք, որտեղ մոտ 4 միլիոն դոլար արժողությամբ կրթահամալիր է կառուցվում։ Երիտասարդական Սպանդարյան Զորավար-Անդրանիկ փողոցների հիմնանորոգումը նույնպես լայն թափով շարունակվում է։ Հիմա իջնում ենք Թումանյան փողոց, որտեղ կտեսնեք հենապատերի վերականգնման լայնածավալ աշխատանքներ։ Երկաթբետոնե հենապատեր են անցկացվել ջրհեղեղից հետո։ Բարև ձեզ։ Ինչպե՞ս եք։ Լավ եք։ Շնորհակալ եմ։ Լավ եք, առողջ եղեք։ Կհանդիպենք, շնորհակալ եմ շատ։ Կտեսնեք այդտեղ, որ երկաթբետոնե հենապատերի անցկացման աշխատանքներ են իրականացվել, քաղաքային նոր ավտոբուսները գալիս են դեպի կանգառներ, մի քիչ ավելի ներքև Թումանյան 5-6 շենքերի բակն է հիմնանորոգվել, որը ջրհեղեղի հետևանքով ամբողջությամբ ջրածածկ էր եղել եւ ամբողջ Ալավերդի քաղաքում լայնածավալ շինարարական աշխատանքներ են։ Ալավերդին վերակենդանանում է, Ալավերդին ոտքի է կանգնում եւ ես որպես Ալավերդիում ծնված եւ մեծացած քաղաքացի շատ ուրախ եմ այդ կապակցությամբ։